Օգոստոսի 15-ին հայտարարություն է հրապարակվել, որը կրկին անդրադարձ է օգոստոսի 9-ի երեկոյան օպերայի մոտ տեղի ունեցած միջադեպին։ Հայտարարության մեջ խեղաթյուրվում են և մանրամասները, և կատարվածի ամբողջական պատկերը, հարմարեցված հեղինակների պատկերացումներին ու ցանկություններին։ Իրականությունը սա է. օգոստոսի 9-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ միջամտել են օպերայի մոտ ծառայություն կատարող ոստիկանների աշխատանքին, հանդես եկել անհեթեթ դիտողություններով, ապա հայհոյել ու նվաստացուցիչ արտահայտություններ արել նրանց հասցեին։ Իսկ հայտարարության մեջ ասվում է, թե իբր ոստիկանները խուզարկել են մի քաղաքացու և ակտիվիստները որոշել են պաշտպանել նրա իրավունքները։ Նույնպիսի անվերապահությամբ ասվում է, թե բժիշկներին ու փաստաբաններին արգելվել է կատարել իրենց պարտականությունները։ Փաստերը ճիշտ հակառակն են վկայում։ Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժին բերման ենթարկվածների վերաբերյալ կազմվել է իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրություններ, որոնց նրանք ծանոթացել են, բայց հրաժարվել են ստորագրել։ Մենք հրաժարվում ենք մասնակցել որևէ գործողության, ինչպես և որևէ պահանջ, այդ թվում փաստաբան ունենալու պահանջ չեն ներկայացրել։ Ինչ վերաբերում է ոստիկանության բաժնում փաստաբանների առկայությանը, ապա նրանք բաժին են մտել առանց իրավական հիմքերի, պաշտոնապես հանդես չեն եկել որպես փաստաբաններ և բերման ենթարկվածներից որևէ մեկի փաստաբանը լինելու պայմանագիր չեն ներկայացրել։ Հավելենք, որ որևէ խոչընդոտ չի հարուցվել նաև բուժօգնություն ցուցաբերելու հարցում։ Դեպքի կապակցությամբ կանչը տրվել է ոստիկանության կողմից, շատ արագ հասել ենք, որտեղ Պրոշյանի Իսրայելյանից մի քանի րոպեվա տարածության վրա է, մտել ենք, շատ արագ սպասարկվել են 7 հոգի և սպասարկվել է 1 իրավապահ ոստիկանության աշխատող դեմքի վնասվածքով։ Այդպես կոպիտ վնասվածքներ չկար, ծանր վիճակով տուժած չկար։ Մինչև ժամ 12:10 եղել է միլիցիայությունում, կրկնակի քննության են ենթարկվել։ Բոլորովին խոչընդոտ չի եղել, ես հենց նոր ասացի, որ բոլոր տղաները կրկնակի քննության են ենթարկվել։ Այն, որ ակտիվիստները լիուլի ու մի բան էլ ավելի օգտվել են իրենց իրավունքներից, վկայում է նրանց լուսանկարահանման բուռն գործունեությունը ոստիկանության բաժնում և ինքնալուսանկարների կայծակնային տեղադրումը համացանցում, և այստեղ տրամաբանական հարց է ծագում։ Ակտիվիստներն ինչու նույն ակտիվությամբ չէին նկարում բուն միջադեպը։ Եթե ունեն տեսանյութեր, ճիշտ է հրապարակելն է, ինչը թույլ կտա ամբողջացնել իրական պատկերը, իսկ եթե չեն հրապարակում կամ ձեռնպահ են մնացել նկարելուց, ուրեմն խուսափում են կատարվածի հրապարակային ցուցադրումից։ Մենք փնտրեցինք ու գտանք որոշ կադրեր, որոնց որակը ցավոք բավարար չէ, այնուամենայնիվ ներկայացնում ենք։ Ակտիվիստների հրապարակածը 6 ժպտադեմ ու խաղաղասեր երիտասարդների լուսանկարն է, գումարած անշապիկ Տիգրան Առաքելյանը։ Այդ վիճակում է, որովհետև վերնաշապիկը ճպճպում էր ոստիկանի արյունից։ Տուժողի քիթն էլ ենթադրելի է ինքն էր ջարդել գլխի պրոֆեսիոնալ հետ հարվածով։ Ոչ, ժպտուն ու խաղաղ խմբանկարը չէ սրանց իրական պատկերը։ Իրականը սա է։ Իմ հերը պեսմանյա թուրքին տա, դույզեց 6 տարի փոքրել ալներ, խեսկան ախել չերելնի։ Այս ամենը առաջին հայացքից կարող է անհավասարակշիռ անձանց ագրեսիվ ինքնադրսևորում թվալ, բայց սա եզակի դեպք չէ։ Այս խումբն ու նրանց էլի մի քանի թիմակիցներ արդեն մի քանի տարի հետևողականորեն զբաղված են մայրաքաղաքում հասարակական կարգը խախտելով, հրապարակային սադրանքներ կազմակերպելով, ոստիկանների հետ բախումներ հրահրելով ու նրանց նկատմամբ բռնություն գործադրելով։ Ահա այդ խմբի անդամները։ Վահագն Գևորգյան 2009 թվականի ապրիլի 10-ին ոստիկանները սրան կարգի են հրավիրել, երբ ամբարո արտահայտություններ էր անում Հյուսիսային պողոտայով անցնող աղջիկների հասցեին։ Արձագանքը հարձակումներ ոստիկանների վրա, որոնցից մեկը մարմնական վնասվածք ստացավ։ Գևորգյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման և պատժից ազատվեց համաներման կիրառումով։ Արեգ Գևորգյան 2010 թվականի նոյեմբերի 9-ին Շարլ Ազնավուրի հրապարակում չի ենթարկվել ոստիկանական վերակարգի հասարակական կարգը պահպանելու պահանջին, հայհոյել ու բռնություն է գործադրել ոստիկանության սպայի նկատմամբ։ Արտակ Կարապետյան 2011 թվականի մարտի 30-ին Սարյան փողոցում հայհոյել ու նվաստացուցիչ արտահայտություններ է արել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հասցեին, ինչից հետո բերվել է բաժին, ապա ենթարկվել վարչական պատասխանատվության։
Դավիթ Քիրամիջյան 2010 թվականի մայիսի 31-ի երեկոյան Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում խախտել է հասարակական կարգը, վեճի բռնվել ծառայություն կատարող ոստիկանի հետ, հայհոյանքներ տվել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ Սահակ Մուրադյան 2009 թվականի հունիսի 1-ին Աբովյան փողոցում խուլիգանական գործողություններ կատարող մի խումբ երիտասարդների հետ հարձակվել է իրենց կարգի հրավիրած ոստիկանների վրա, որոնցից մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տիգրան Առաքելյան ակտիվորեն մասնակցել է թվարկված բոլոր իրավախախտումներին։ Օրինակ 2010 թվականի մայիսի 30-ի երեկոյան օպերայի հարակից տարածքում վիրավորական արտահայտություններ է արել ծառայություն կատարող ոստիկանի հասցեին, ինչի համար բերվել է բաժին, ապա ենթարկվել վարչական պատասխանատվության։ Սա է այս մարդկանց իրական պատկերը, իսկ սխրագործությունների թվարկումը կարելի է շարունակել, սակայն չթվարկելու դեպքում էլ իրողությունն ակնհայտ է։ Մի խումբ երիտասարդներ տարիներ շարունակ հակահասարակական վարք են դրսևորում ու ոստիկանների հետ բախումներ հրահրում մայրաքաղաքի կենտրոնում։ Ինչ է սա, անլիարժեքության հաղթահարման փորձ, թե անբանության ժամերը լցնելու ձգտում։ Պատասխանելը մեր խնդիրը չէ, համապատասխան մասնագետների խնդիրն է։ Ոստիկանության խնդիրը ցանկացած հակահասարակական գործունեության համարժեք հակահարված տալն է։ Հասարակական պաշտպանությունն այս օրինակ ակտիվիստներից։ Սա ոչ միայն խնդիր է, այլև պարտականություն, երաշխավորված պատժի անխուսափելիության սկզբունքով։